Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Ով է իրականում Հայաստան-Արցախ խորհրդության քարոզիչը։ 2023-ի ամռանը, երբ Արցախի դիմադրության և զարգացման ճակատը Ստեփանակերտում հերթական բազմամարդ հանրահավաքն էր անցկացրել, մի մտավորականի հարցրին. «Դու ինչ վստահությամբ ես այս միջոցառմանը մասնակցում, եթե իշխանության կամ ճակատի ոչ մի պատասխանատու հրապարակի բազմությանը չի դիմում, չի ներկայացնում իրավիճակը, դրանից ելքի ճանապարհ չի նշում»։ Պատասխանը պարզապես ապշեցնող էր. «Որտեղ կանգնած է ժողովուրդը, ես նրա կողքին եմ»։ Այդ կարծեմ վերջին հանրահավաքը վարում էր երիտասարդ արցախուհի։ Նա միասնության համախմբվածության կոչ էր անում, ստեպ դիմում հրապարակին։ «Միասին ենք» և տասնյակ հազարավոր մարդիկ պատասխանում էին «այո»։ Ծանր էր նայել այդ կադրերը, որովհետև իրականության մեջ Արցախի շուրջ օղակը ժամ առ ժամ էր սեղմվում։ Ասել թե հանրահավաքի կազմակերպիչները, քաղաքական գործիչները, նախկին նախագահները, Ազգային ժողովի նախկին նախագահը, նախկին պետական նախարարը տեղյակ չէին, թե պաշարված Ստեփանակերտին և 100,000 մարդու ինչ է սպասում, կնշանակի կասկածել նրանց ողջամտությանը։ Իսկ նրանք ոչ միայն սթափ, այլև քաղաքական երկարամյա փորձառության մարդիկ էին, բայց երևի նույնպես առաջնորդվում էին «որտեղ ժողովուրդն է կանգնած, ես նրանց կողքին եմ» սկզբունքով։ Թեև իրականում ժողովուրդը չէր հանրահավաքի նախաձեռնողը, նա միայն դերակատար էր։ Քաղաքական խաղը պարզվեց նույն օրը, երբ համացանցը հեղեղվեց միաղջնակի լուսանկարով։ Նա այս գրությամբ ցուցապաստառ էր պարզել. «Հայաստան, մի լքիր զավակիդ»։ Դա շատ թափանցիկ ակնարկ էր, որ Արցախի քաղաքական վերնախավը կամ նրա մեծամասնությունը շրջափակման զրկանքների պատասխանատու է նշանակել Հայաստանին, ավելի ճիշտ իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին։ Այդ խոսույթը գրեթե անխաթար տեղափոխվել էր Երևան։ Հայտնում են անհատներ և բաց տեքստով ասում, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը։ Վերջին օրերին այս խոսույթն ավելի էր տարածվել։ Թիրախում Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամն էր։ Ծնունդով արցախցի մի երիտասարդ փաստաբան Արցախի թեմի առաջնորդի նստավայրի մոտ փորձել էր բողոքի ակցիա կազմակերպել։ Նրա կոչին, ինչպես նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցներն են արձագանքել, անստացել էր մոտ մեկ տասնյակ մարդ։ Բայց փաստաբանը մտադիր էր առաջնորդարանում ժողով կազմակերպել և թեմակալ առաջնորդից բացատրություն պահանջել, թե ինչու սեղմել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի ձեռքը, ում անունից, իհարկե, Արցախի բռնահանվածներն էին։ Իսկ ինչպես իրավիճակը թեժացնել։ Մեր ներկայությամբ այստեղ ուրախ չեն, մեզ նայում են որպես թշնամու։ Ինչպես Արցախից են գաղթել, պետք է հեռանանք նաև այնտեղից։ Երևանում Արցախից բեռնատեղահանվածների հանդեպ վերաբերմունքի մասին գրում է սոցիալական ցանցի օգտատերը։ Սա Ստեփանակերտում միաղջնակի լուսանկարով գրության ուղղակի արտապատկերումն է։ Քարոզչության իմաստն այն էր, որ Հայաստանի կառավարությունն ինչպես չի կանխել բռնատեղահանությունն, այնպես ամեն ինչ անում է, որ արցախցիները լքեն Հայաստանը։ Օրերս BBC-ն ուկրաինական պատերազմում Ռուսաստանի զոհված քաղաքացիների մասին տեղեկություն էր հրապարակել։ Գրեթե 4 տարի տևող մարտական գործողությունների ընթացքում Չեչնիան տվել է ընդամենը 372 զոհ։ Բլոգեր Ռոման Բաղդասարյանի տեղեկություններով միայն Արցախից հանուն Ռուսաստանի ավելի շատ զոհ ունենք։ Թիվը չեմ նշի։ Ինչի մասին էր այս տխուր վիճակագրությունը, ով էր այս խորհրդության քարոզիչը, այդպես չի կարելի։